Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 5-րդ եւ 6-րդ գումարումների падգամավոր հասարակական քաղաքական գործիչ Մարգարիտ Եսայանն է։ Բարև ձեզ, Տիկին Եսայան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Եսայան, Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով ահաբեկչություն է ծրագրավորվում եկեղեցու դեմ։ Ինչ են պլանավորել իշխանությունները, ինչ են ցանկանում հասնել, քանդել հայոց եկեղեցին, եկեղեցին արյունով լցնել, ինչ են անում եւ ուր են գնում։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն հարցի համար։ Հայաստանի Հանրապետությունում արդեն 7 տարի պետական մակարդակով երկիրը քանդում են, պետությունը քանդում են, պետականությունը քանդում են, բոլոր կայացած համակարգերը քանդեցին, Արցախի Հանրապետությունը հանձնեցին, բանակը քանդել են, կրթական ոլորտում, կրթական համակարգում խայտառակ իրավիճակ է, սոցիալական համակարգը քանդված է ամբողջովին, տնտեսություն այս պահին գոյություն չունի, որքան էլ սրանք ճամարտակ են, թե ինչ որ տնտեսական աճ, ինչ որ թվեր, ինչ որ աշխատավարձի բարձրացում եւ այլն, այդ բոլորը շատ մեծ բլեֆ է եւ շատ մեծ սուտ, եւ մեր երկիրը արդեն 7 տարի գահավիժում է, որովհետեւ երկիրը զավթված է, երկիրը գտնվում է թշնամիների ձեռքին, իսկ թշնամիներին ինչ է ձեռնտու, ձեռնտու չէ ուժեղ Հայաստան, ձեռնտու չէ անկախ Հայաստան, ձեռնտու չէ սեփական իրավունքները պաշտպանող եւ անվտանգ Հայաստան։ Եկեղեցու դեմ պայքարը նոր չի սկսվել, դա խոշոր ծրագիր է։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անձնական հարցն է կամ անձնական ցանկությունն է եւ ԿՊԱ-ականների անձնական ցանկությունն է, այլ սա նույնպես ուղղորդված է գլոբալիստական ուժերի կողմից, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին այն քիչ կառույցներից է մնացել մեր այս քանդված պետության պետականության մեջ, որ կարող է, որ իզորու է, ի վիճակի է շատ ավելի կրիտիկական պահին ժողովրդին իմի բերել, ժողովրդին կոչ անել, համախմբել, ոտքի կանգնել եւ պայքարել այս զավթիչների դեմ։ Ես կարծում եմ բոլոր համակարգերը քանդելով եկան հասան եկեղեցուն, չնայած սաղմերը կային նաև 18-19 թվականներին, դուք այդ կադրերը հիշում եք, ինչպես էին ամենայն հայոց կաթողիկոսին քաշում, քաշքշում եւ այլն, սա ուրեմն կուլմինացիան է եւ իրենք փորձելու են հասնել իրենց նպատակին։ Որքան էլ մենք եւ մասնագետները ասենք, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը անջատ են, պետությունը երբեք չի խառնվել եւ իրավունք չունի նաեւ օրենքներով խառնվել եկեղեցու գործերին, ինչպես նաեւ եկեղեցին չի խառնվել պետության գործերին, սրանք բոլոր օրենքները այլևս խախտած, սահմանադրության հիմնական դրույթները խախտած, գնում են առաջ։ Սա պատճառներից մեկն է նաև, որ ունեն նաև այս հանձնարարականը Ալիևից եւ այլ կենտրոններից փոխել երկրի սահմանադրություն, անկախության հռչակագիրը դարձնել առ-ոչինչ, այս ամեն ինչը իրար հետ այնքան շահկապված է, այս բոլոր թելերով սա մեկ ամբողջություն է կազմում, նպատակը Հայաստանի Հանրապետություն չլինելն է, Հայաստանը առանց հայերի տեսնելն է եւ հայ ժողովրդի միջից հանել ինքնապաշտպանական բոլոր բնազդները, հայ ժողովրդի միջից հանել քրիստոնեությունը, հանել աստվածությունը, Աստծո հանդեպ պատկառանքը եւ դարձնել անողնաշար, անդեմ ինչ-որ մասսա, որին կարելի է հեշտ ճկել, որին կարելի է ծռմռել, որին կարելի է ճակերտավոր դաստիարակել իրենց աշխարհաքաղաքական եւ գլոբալիստական ախմախություններով։ Էսա կատարվում եւ եկեղեցու դեմ այս ոտնձգությունները շատ ուղղորդված են։ Այստեղ խնդիրն այն է, թե եկեղեցին ինչպիսի դիրքորոշում պիտի ունենա, դուք վստահ եմ հետևում եք սոցիալական ցանցերում, բոլորս ի պաշտպանություն եկեղեցու մեր խաչերն ենք դնում, չգիտեմ, ելույթներ ենք ունենում, գրառումներ ենք անում, որ մենք մեր եկեղեցու հետ ենք, կաթողիկոսին ի պաշտպանություն եւ այլն, բայց սրանք այսպես ձևակերպեմ ժողովրդական լեզվով սև սրտի մխիթարանք են, որովհետև դրանք կոնկրետ գործողություն չեն դառնում եւ երբ որ Նիկոլ Փաշինյանն ինչպես այսօր կարծեմ գրառում էր հերթական որ ինչ-որ խմբեր պիտի ձևավորեն, ինչ-որ չգիտեմ հանձնաժողովներ պիտի ստեղծեն, որ գնան եկեղեցուն, պարզեն, կուսակրոնեն, թե չէ եւ այլն, դա ամենազավեշտալի ողբերգությունն է, որ կարող է լինել, տեսեք, ես ասում եմ ամենազավեշտալի ողբերգություն, թվում է թե երկու բառեր իրար հետ պիտի առնչություն չունենան, բայց ցավոք սրտի մենք 7 տարի շարունակ ողբերգությունների մեջ ենք, որոնք իրականում նման են սև հումորի
զավեշտի եւ դա դեռ հանդուրժում ենք եւ ես չգիտեմ, երբ որ իրոք ինչ որ խմբեր ստեղծվեն, ինչպես պիտի գնան եւ ինչպես պիտի ստուգեն հոգեվորականների ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոն եւ այլն լինելը, մանավանդ որ իրենք չեն ստուգողները եւ ովքեր են դատավորները, իրենք չեն այդ դատավորները, ես հույս ունեմ, որ հավատավոր հայ ժողովուրդը կկանգնի եկեղեցու կողքին, թեպետ մի քիչ թերահավատ եմ անկեղծ ասած, կներեք ես անկեղծության համար, որովհետեւ երբ որ Արցախը հանձնում էինք, մենք ոչինչ չարեցինք, երբ որ 18 թվականին հայոց ամենամարտունակ բանակը տարածաշրջանում դարձրեցին ելակ ուտող տղաների խմբակ, մենք էլի ոչինչ չարեցինք, երբ որ Արցախը դատարկվեց, էլի ոչինչ չարեցինք, կամ արեցինք բաներ, որոնք արդյունք չտվեցին, եւ հիմա հերթը հասել է եկեղեցուն։ Հիմա կրթական համակարգը քանդում են, մենք էլի ոնց որ դիտորդի կարգավիճակով նայում ենք, հիմա հերթը հասել է եկեղեցուն։ Հիմա այստեղ հայ ժողովուրդը ինքը պիտի որոշի։ Իր ճակատագիրը հայ ժողովուրդը ինքը պիտի որոշի ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպյուրս աշխարհի։ Սփյուռքը կարծում եմ այստեղ լուրջ անելիք ունի, Սփյուռքի հոգևոր կենտրոնները եւ հայապահպան կենտրոնները, հայ դատի կենտրոնները անելիք ունեն եւ իրենց пассив գրավորական կեցվածքով իրենք այս պահին աջակցում են Նիկոլ Փաշինյանին, մենք բոլորս մեր пассив գրավորական կեցվածքով կարծես դիտորդի կարգավիճակով նայում ենք Նիկոլը ինչ է անում։ Ոչ մի գրառում, ոչ մի ստատուս, ոչ մի հայտարարություն, ոչ մի կոչ, առ ոչինչ է, եթե մենք կոնկրետ գործողություններ չենք անում Նիկոլ Փաշինյանից երկիր ազատագրելու համար։ Բայց ինչի Նիկոլ Փաշինյանը ակտիվացավ հենց այս փուլում։ Տեսեք, վերջերս նա Ադրբեջանի շնորհավորում էր Քուրբան Բայրամի տոնակատարության առթիվ։ Ադրբեջանական կողմից հայտարարեցին, որ հուսով են, որ այս շնորհավորանքը անկեղծ է եւ Հայաստանը հնարավորություններ կստեղծի ադրբեջանցիների վերադարձի համար, ինչպես իրենք են ասում, արևմտյան Ադրբեջան։ Այս ամենի մեջ ինչ որ կապ կա, այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է հեղինակազրկել եկեղեցին, ոչնչացնել եկեղեցին, որպեսզի պայմաններ ստեղծի ադրբեջանցիների Հայաստանում տեղափոխվելու համար։ Տեսեք, վստահաբար պատահական չեն ժամկետները ընտրված, բոլոր այն քայլերը, որ Նիկոլ Փաշինյանը անում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ ընդդեմ հայկականության, կոնկրետ ծրագրավորված գործողություններ են եւ ժամկետներ ունեն։ Դա deadline ունի, ժամանակացույց ունի եւ ինքը խելոք իրականացնում է դա ըստ ժամանակացույցի։ Ես ուզում եմ հիշեցնել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայտարարությունը Էջմիածնի Մայրաթորի մասին, թե ինչպես էր ինքը ասում, որ դա քրիստոնեական չի, որ դա իրենցն է, որ քրիստոնյաները վերցրին, ինչ որ տափական բանություններ հերթական։ Դրանից հետո հաջորդեց Նիկոլի այս քայլերը, հաջորդեց եկեղեցու դեմ այս ամբողջ վայրահաչությունը, այս ամեն ինչը ծրագրավորված է։ Իրենք իրենց քայլերը ծրագրված քայլ առ քայլ իրականացնում են եւ որևէ անակնկալ, որևէ զարմանալի բան չպիտի լինի մեզանում։ Հիմա ասում եմ, մնացել է միակ կառույցը եկեղեցին, որը կարող է իզորու է համախմբել հայ ժողովրդին։ Հիմա իրենք փչացնում են, վարկաբեկում են, անվանարկում են հայոց եկեղեցին հենց այս նպատակով։ Եվ ցավոք սրտի այսօր Հայաստանում եւ նաեւ 3, նաեւ 7 տարի առաջ աղանդավորական շարժումները այնքան էին գլուխ բարձրացրել, որ նրանք վստահաբար աջակցելու են Նիկոլի այս գործողություններին։ Ես հիշում եմ, որ 18 թվականին ես շարունակ գրում էի կամ խոսում էի այն մասին, որ ըստ որոշ տեղեկությունների հրապարակում լցված մարդիկ այդ ժողովրդի մեջ մեծաթիվ են աղանդավորական տարբեր հոսանքների ներկայացուցիչները, ինչը հետո տարիների ընթացքում ապացուցվեց, որ դա ճիշտ էր։ Այսօր նույնպես աղանդավորական շարժումները գլուխ են բարձրացրել։ Ես համաձայն եմ, որ մեր երկրում ըստ սահմանադրության կա խոսքի խղճի ազատություն, բայց երբ որ այդ խղճի ազատությունը դառնում է անվտանգությանը վտանգ է ներկայացնում, երկրի պետության անվտանգության համար վտանգ է ներկայացնում, ուրեմն պետք է նայել այդ խղճի ազատությունը։ Եվ չեմ զարմանա ամենևին, որ նույն այդ աղանդավորական խմբավորումները, որոնք 18 թվականին ոտքի էին ելել, ես ուզում եմ ձեզ հիշեցնել իրենց աղաղակումները, բացականչությունները, ժեստերը, թե ինչպես էին հրապարակում իրանք այդ դմդմ հույի ռիթմի տակ, ձեռքերի ու ոտքերի ինչպիսի շարժումներ էին անում,
Դրանք նորմալ, adekvat քրիստոնյա մարդկանց հարիր չեն։ Դրանք հարիր են տարբեր աղանդավորական եւ այլ խմբավորումների, որ իրականացնում էին հրապարակում։ Ես հիշում եմ 19 թվականներ կարծեմ, մի տեսանյութ տարածվեց ԿՊԱ-ական ինչ որ պաշտոնյայի, ինչ որ քեֆ ուրախության ծնունդի թե հարսանիքի ինչ որ միջոցառումից եւ բոլորը զարմացած էին սոցիալական ցանցերում, թե այս ինչ երաժշտության, այս ինչ հնչյունների տակ են սրանք ապրում։ Դրանք նույնպես այդ աղանդավորական կամ գլոբալիստական, այդ սատանիստական շարժումներ էին եւ երաժշտություն, որի տակ ԿՊԱ-ական այդ ժամանակ իրենք արդեն պատգամավոր էին, դա 18-ի վերջներ, 19-ի սկիզբներ, իրենք ապրում էին այդ դրա տակ։ Եվ հիմա նույնպես, եթե Նիկոլ Փաշինյանը կոչ անի գնալ դեպի եկեղեցիներում այրաթոր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ աղանդավորական խմբերը, խմբավորումները կազմակերպված գնալու են դեպի այրաթոր։ Այստեղ ես կասկած չունեմ։ Իմ կասկածները մեր մասով է, հայ քրիստոնյա մարդկանց մասով է, հայ քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ուժերի մասով է, արդյոք մենք բավարար պատրաստական կլինենք կանգնել եկեղեցու եւ այդ սատանիստական ուժերի մեջտեղում եւ պաշտպանելով հայ առաքելական եկեղեցին, պաշտպանենք ինքներս մեզ, մեր հավատը, մեր վաղվա օրը։ Կարող ենք թե չէ, սա հարցերի հարցն է այսօր։ Տիկին Եսայան, իսկ արդյոք մենք այնքան բարոյական ենք, հոգեպես մաքուր ենք, որ կարող ենք քարկոծել եկեղեցուն, կամ սկսենք նրանից, արդյոք Նիկոլ Փաշինյանը բարոյապես այնքան մաքուր է եւ այնքան բարոյական իրավունք ունի, որ կարող է ստուգել վեհափառի կուսակրոնությունը, եւ այդքանից հետո մարդիկ, որոնք նրա հետևից կգնան եւ կքարկոծեն եկեղեցուն, կամ մարդիկ, ովքեր չեն կանգնի եկեղեցու կողքին, արդյոք նրանք հոգևոր այնպիսի բարձր մակարդակի վրա են, հոգևոր մաքրության այնպիսի բարձր մակարդակի վրա են, որ իրենց իրավունքը վերապահեն դեմ դուրս գալու եկեղեցուն, չէ՞ որ եկեղեցու դատողը եւ բոլորիս դատողը իհարկե Աստված է։ Դուք շատ հետաքրքիր հարց եք տալիս, մոտավորապես աստվածաշնչյան հարցի նման, իսկ ովքեր են դատավորները, մոտավորապես սա է։ Բայց եկեք բարոյականությունը մի կողմ թողնենք, որովհետև դրանց բարոյականությունը այս տարիներին բոլորս տեսել ենք, ինչպիսի կենսագրություն ունեն, ինչպիսի մանկություն են ունեցել, ինչպիսի պատանեկություն եւ հիմա ինչպիսի վայրի ամբարող խրախճանքների մեջ են, այդ բոլորը տեսանելի է, մարդիկ դա տեսնում են, բայց խոսենք օրենքներով իրականում։ Մենք կարող ենք բարոյականության մասին խրատներ տալ, ասել, որ դուք այն մարդիկ չեք, որ այս անում եք, այս եք անում, այն եք անում, այն եք անում, դուք ինքներդ ամբողջովին կեղտի ու մեղքի մեջ եք, ինչը իրականություն է, մենք կարող ենք սա ասել։ Բայց ես ուզում եմ մենք օրենքներով խոսենք։ Այսօր ոչ բարով, ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած անձն է։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ առհասարակ պետության որևէ ներկայացուցիչ, առհասարակ պետությունը մեր սահմանադրության մեջ ամրագրված է, որ որևէ կերպ իրավունք չունի, չի կարող միջամտել եկեղեցական գործերին։ Եվ եթե եկեղեցու որևէ սպասավոր ինչ որ գործողություն է իրականացրել կամ իր կեցվածքի մեջ, իր կացութաձևի մեջ ինչ որ քայլ է արել, որը հարիր չէ եկեղեցու նորմերին, ուրեմն դատավորը պիտի լինի եկեղեցին, հոգևորականների խորհուրդը, որը պիտի դա քննարկի եւ ան ինչը ես տեղեկություններ ունեմ, վստահացում եմ ձեզ, որ այս տարիների ընթացքում կամ դարերի ընթացքում մշտապես եղել է։ Եկեղեցին միշտ էլ ունեցել է իր գտել է իր միջի անարժան զավակներին, այպանել է եւ հեռացրել է կամ ինչ որ պատժի միջոցներ է սահմանել, բայց դա արել է եկեղեցին, դա արել են հոգևորականները ամենաբարձր մակարդակում եւ ոչ պետությունը։ Հիմա մենք ելի ասում եմ խոսենք օրենքներից։ Նիկոլ Փաշինյանը այս տարիներին խախտել է երկրի գլխավոր օրենքի բոլոր նորմերը, խախտում է բոլոր մանր ու մեծ օրենքները, հիմա խախտում է այդ օրենքը, սահմանադրության համապատասխան հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին եւ պետությունը իրարից անջատ են եւ մեկը մյուսի գործերին իրավունք չունի այս ձևով, այս կոպիտ ձևով խախտվել։ Հիմա գիտեք, ինձ համար անընդունելին ես շարունակ այս մասին ասում եմ եւ անդադ գրկվում եմ եւ անդադ ասում եմ լավ էլ ոնց ասեմ, որ հասկանալի լինի։ Երբ որ մենք դնում ենք նորմալ տրամաբանող մարդիկ կներեք եւ փորձում ենք տրամաբանության դաշտում, բարոյականության դաշտում, իրականության դաշտում քննարկել Նիկոլ Փաշինյանի արարքները, մենք այստեղ դատապարտված ենք, մենք այստեղ պարտված ենք, որովհետեւ նրա բոլոր գործողությունները տրամաբանության դաշտից դուրս են։
Նա աշխատում է ընդդեմ հայկականության, ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, առհասարակ ընդդեմ բոլոր սրբությունների։ Եվ երբ որ մենք փորձում ենք ասել բարոյական է արդյոք նրա արարքը թե չէ, մենք այստեղ ամբողջովին պարտված ենք։ Մենք ցույց ենք տալիս մեր թուլությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը ինքնին իր ամբողջ կերպարով անբարոյականություն է։ Ինքը ինքնին այս 7 տարիների իր գործողություններով անբարոյականություն է սերմանում եւ տարածում։ Ինքը ինքնին իր թիմով, այսպես կոչված, իր ԿՊ-ով, որը հայտարարվեց, որ որևէ իզմի կրող չէ, ամբողջովին անմարդկային, հակամարդկային, հակաաստվածային եւ անբարոյական կեցվածք ու գործողություն ունի։ Հիմա մենք դնենք իրան քննադատենք բարոյականության ընդունված նորմերի շրջանակում, մենք այդտեղ կպարտվենք։ Մենք իրեն պիտի քննարկենք միայն մեկ օրենքի շրջանակում։ Դա մեր երկրի օրենքներն են, որոնք ինքը բոլորը խախտել է եւ դրա համար իրեն պիտի պատժել, իրեն պիտի փաստի առաջ կանգնացնել օրենքով սահմանված կարգով։ Ինչը ցավոք սրտի մենք այսօր չենք անում։ Տեսեք, այսօր ընդդիմությունը խոսում է իմպիչմենտի գործընթացից, Նիկոլ Փաշինյանի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից։ Այս պահին, երբ որ ընտրությունների մնացել է դեռ ընդամենը 1 տարի, մինչև 26 թվականի հունիս կարծեմ, այս պահին միակ քայլը, որ հնարավոր է իրականացնել Նիկոլ Փաշինյանին այդ ցնցելու, երերուն դարձնելու եւ ինչու ոչ նաեւ այդ պաշտոնից հեռացնելու, մնացել է նրան անվստահություն հայտնելու գործընթացը, որը շատ օրենքի մեջ է, օրինական է եւ սահմանադրական պահանջ է։ Եվ գիտեք, որ պատիվ ունեմ խմբակցությունը 6 պատգամավորով ստորագրել է, պատրաստ է քննարկումների մասնակցել եւ անգամ սպասեցինք այնքան պատիվ ունեմի պատգամավորները, որ մյուս խմբակցությունը ընդդիմադիր տեխնացու առաջադրի։ Անգամ առաջարկ եղավ, եթե ուզում եք, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ձեր տեխնացուն, մենք կողմ ենք, մենք կսատարենք ձեր տեխնացուին։ Դա ասեց եւ Հանրապետության 3-րդ նախագահը, եւ ասել էր խմբակցության ղեկավարը։ Այսինքն որևէ բան չկար, որ մեզ կարող էր կաշկանդել, միայն թե հասնենք նպատակին, անվստահության գործընթացը սկսենք եւ հասցնենք հաղթանակի։ Ցավոք սրտի մեր գործընկերները Հայաստան դաշինքից պայմաններ սկսեցին դնել, ինչ որ անհասկանալի թվեր են ներկայացնում, որ 8 հոգու ստորագրություն բերեք, ինչու 8 հոգու, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք 6 պատգամավոր, այն Իշխան Զաքարյանը անհասկանալի, չգիտեմ, վոյաժների մեջ է կամ չգիտեմ ուր է, Իշխան Զաքարյանից ես վաղուց տեղեկություն չունեմ, եւ գիտեն շատ լավ, որ Հովիկ Աղազարյանը եւ այն մյուս Հակոբ Ասլանյանը չեն միանալու, նաեւ Գեգամ Նազարյանը վստահաբար նրանք չնայած դուրս են եկել իրենց խմբակցություններից, բայց շարունակում են մնալ նիկոլական, որովհետև նախկին նիկոլական չի լինում։ Իրենք շատ լավ գիտեն, չէ՞ որ մենք այդ 6 պատգամավոր ունենք եւ բարի կլինեն, որ իրենց 28 ստորագրությունը հենց հիմա ներկայացնեն։ Հիշում եք Երեք Սերյան-Օհանյանը հայտարարություն արեց Հայաստան խմբակցության ղեկավարը, որ մենք պատրաստ ենք միանալ, մեր ստորագրությունները դնել, որոշակի ժամկետների մասին խոսեց, ինչ որ էլի թվային, ինչ որ բաներ ասեց եւ այլ։ Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, մեր Հայաստան խմբակցության ազնիվ չէ այդուհանդերձ, որովհետեւ եթե իսկապես դուք մղումներ ունեք, ցանկություն ունեք Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից մինչև 26 թվականի հերթական ընտրություններ, ուրեմն պետք է ձեռքի տակ մյուս ընդդիմադիր խմբակցության հետ պիտի իրար ձեռք սեղմեք եւ ասպետական, ջենտլմենական կամ հայկական տղամարդկային այս որակները դրսևորեք եւ գործընթացը սկսենք ի վերջո, գործընթացը սկսենք, որովհետեւ որքան դուք ձգում եք այս գործընթացի ռեալիզացումը, այնքան ուժեղացնում եք Նիկոլին։ Տիկին Եսայան, բայց չէ՞ որ գործընթացը սկսելու համար ձեզ ամեն դեպքում անհրաժեշտ է նաև քաղաքացիական պայմանագրից ձայներ։ Եթե օրինակ մենք անգամ Իշխան Զաքարյանը, ով պատիվ ունեմով եկավ խորհրդարան, հիմա հարցական է նրա ձայնը կստանաք թե ոչ, որտեղ է վստահությունը, որ քաղաքացիական պայմանագրից բավարար թվով ձայներ կկարողանաք ստանալ։ Իսկ Հայաստան դաշինքը կարծեք թե ազնվոր են ասում են, որ իրենք չեն կարող քաղաքացիական պայմանագրից ձայներ բերել։ Նախ առուն չդրած եկեք հոբ չասենք։ Եվ երկրորդը, իսկ ով էր մտածում, որ 18 թվականի մարտի վերջին, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել, իշխանությունը պիտի քանդվեր, իշխանությունը պիտի գրավվեր, զավթվեր, ով էր այդպիսի բան մտածում։ Ես հիշում եմ, որ 18 թվականի մարտի 31-ին, երբ որ իրենք Գյումրիից քայլում էին, ինձ լրագրողները մոտենում էին եւ ասում էին, որ այդ 5-6 հոգով քայլում են Նիկոլ Փաշինյանը երկխմբակցության անդամ էր, հիշում եք այդ ժամանակ,
Ես դա այն ժամանակ միամտաբար որարկեցի որպես ելքի մանկական հիվանդություն եւ ասացի դե քայլում են, թող քայլեն, հիմա դա էլ իրանց ինքնադրսևորվելու ձևն է։ Այն ժամանակ որևէ մեկս լրջորեն չէինք մտածում, չէ՞ որ դա կարող է բերել այդ կուլմինացիային եւ կարող է հանկարծ Սերժ Սարգսյանը հրաժարական տալ։ Բայց փողոցային ճնշումը կար։ Շատ շնորհակալություն, հենց դա եմ ուզում ասել։ Հիմա, քանի դեռ չենք սկսել գործընթացը, քանի դեռ այդ փողոցը չի գեներացվել, փողոցը ոտքի չենք կանգնեցրել, որովհետեւ պետք է փողոցը ոտքի հանել, պետք է հասարակությանը, ժողովրդին ոտքի հանել։ Ինչու ենք նստած Կիկոսի մահը հորինում, որ չենք կարող ԿՊ-ի հենց որ փողոցի ճնշումը լինի, հենց որ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմ դաշինքը ստորագրությունները հավաքեն, հենց որ փողոցը համապատասխան ճնշում գործադրի, ես ձեզ վստահեցնում եմ, Նիկոլ Փաշինյանի կողքին անգամ Ալեն Սիմոնյանը չի մնա։ Խորին հարգանքով Տիկին Եսայան, բայց հիշենք 18 թվականին, 2018 թվականին փողոցը ինչպես էր պայքարում հանրապետականների դեմ անգամ դագաղներ էին դուրս բերվել։ Մենք այս անգամ կանենք առանց դագաղների, որովհետև դա իրենց ձեռագիրն է, դա սատանիստական ձեռագիր է, բայց մենք քաղաքական ուժեր ենք, քաղաքական գործիչներ ենք եւ մեր երկրի պատվախնդրությունը պատիվը մեզ համար կարեւոր է։ Իրենք դա արեցին սատանիստական, ելի վերադառնալով եկեղեցու հանդեպ այդ իրենց գործողություններին։ Դրանք ոչ մարդկային, անբարո գործողություններ էին եւ համապատասխան հիբրիդային պատերազմի էլեմենտներ էին այդ դագաղները։ Մենք դա կանենք այս իշխանափոխությունը, այս երկրի ազատագրումը, եթե միանան բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, մենք կանենք օրենքով սահմանված կարգով, կանենք ավելի պարկեշտ եւ կանենք ավելի հայավարի եւ վստահեցնում եմ ձեզ, որ մենք հաջողություն ունենալու ենք։ Եղել են քանի անգամ արդեն դեպքեր, երբ փողոցային պայքար է սկսվել, եղել են առաջնորդներ, բայց պայքարները մարել են։ Վերջին արդեն Բագրատ Սրբազանի, առաջնորդած պայքարի ժամանակ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, այո, այդ պայքարը եւս մարեց։ Հիմա նախկին փորձը եւ սխալները հաշվի առնելով այս դեպքում արդեն ընդդիմությունը հաշվարկել է հնարավոր ռիսկերը եւ կարող է խուսափել սխալներից, որտեղ նախորդ շարժումների դեպքում կարծեք թե նույն սխալները անդադ կրկնվել են։ Ես ամբողջ ընդդիմության անունից իհարկե թույլ տվեք իրավունք չվերապահեմ խոսելու, բայց կարևոր հանգամանք կա, որը խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ձեր ուշադրությունը հրավիրում եմ դրան։ Մենք հիմա ունենք վարչապետի տեխնացու։ Մենք ունենք Դավիթ Համբարձումյան, որը վարչապետի տեխնացու է, պատիվ ունեմ խմբակցություն ներկայացրել է իրեն, եւ որքան հասկացա Հայաստան դաշինքի համապատասխան տվյալ երեկվա հայտարարությունից, այդ տեխնացուին իրենք էլ դեմ չեն։ Մենք ունենք լուրջ, լրջմիտ վարչապետի տեխնացու, այն ժամանակ ասում են, չէ, ով ալինելու լիդերը, ով է առաջնորդելու եւ այլն։ Հետո ես կարծում եմ, գոնե իմ կողմից ես խոստանում եմ մեր ժողովրդին, որ երբ որ դուրս կգան փողոց, մենք իրենց չենք երկացնելու, լապտերիկներ չենք վառելու, մենք իրենց տուն չենք ուղարկելու։ Մենք բոլորս իրենց հետ միասին կանգնելու ենք անձրևի, ցեխի, ցրտի, չգիտեմ, արևի եւ ամեն ինչի տակ եւ պահանջելու ենք այս իշխանության հեռացումը։ Եվ վստահեցնում եմ ելի ձեզ, որ ԿՊ-ից միանալու են այդ շարժմանը եւ ելի եմ կրկնում Նիկոլ Փաշինյանի կողքին որևէ մեկը չի մնալու, անգամ Ալեն Սիմոնյանը կամ անգամ Վահագը Էլմյուսը կամ չգիտեմ, անգամ գուցե Աննա Հակոբյանը իր կողքին չի մնա։ Տիկին Եսայան, ամենայն հարգանքով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նա ամեն դեպքում նախկինում որոշ քրեական գործերով հետապնդման է ենթարկվել։ Ես հասկացա ինչ եք հարցնում։ Խոցելի կերպար է թե ոչ, այդպես է։ Ինքը խոցելի կերպար չէ, ասեմ ինչու։ Բոլոր այն քրեական գործերը, որ այս անցած տարիներին այս իշխանությունները ուղղորդել են Դավիթ Համբարձումյանի հանդեպ, դրանք ապացուցված են եւ արդարացված։ Այսինքն որևէ գործ չի ունեցել հիմնավոր հիմք, որ Դավիթ Համբարձումյանը ինչ որ գործով կարող է անցնել։ Դրանք բոլորը, այդ բոլոր գործերով Դավիթ Համբարձումյանը այդ բոլոր գործերով ինքը արդարացված է։ Այսինքն իշխանությունները նրան հերթական անգամ թիրախավորելու հնարավորություն չունեն։ Վստահաբար ունենալու են թիրախավորելու հնարավորություն։ Այս իշխանությունները Հիսուս Քրիստոսին էլ արդեն թիրախավորում են, ոնց տեսնում եք, հանձին ամենայն հայոց, ամենայն առաքելական եկեղեցու։ Այսինքն իրենք ամենքին էլ կարող են թիրախավորել, վստահաբար թիրախավորելու են։ Ես վստահ եմ, որ Դավիթ Համբարձումյանը, որ մտել է, համաձայնել է այս ծանր բեռը իր վրա վերցնելու, որ իրականում շատ շնորհակալ գործ է, ինքը այդ ամեն ինչը իր աչքի առաջ ունի, մենք էլ մեր աչքի առաջ ունենք, որ մեր տեխնացուն բավարար ուժ, կամք, ազնվություն եւ բավարար մաքուր կենսագրություն ունի այս դժվարությունը հաղթահարելու համար, որովհետեւ ինքը սա անում է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայկականության, հանուն այս երկրի լինելիության։
Եվ թիրախավորումներ լինելու են ոչ միայն Դավիթ Համբարձումյանի, դուք տեսաք, որ երեք արդեն Սերյան Օհանյանի նկատմամբ, Արծվիկ Մինասյանի նկատմամբ, ինչ որ բաներ, չէ, Ալեն Սիմոնյանի հանձնարարականով, բնականաբար լինելու են թիրախավորումներ, բայց եթե մենք մեզնից որևէ մեկը, որ մտած այս պայքարի մեջ արդեն 7 տարի, այդ թիրախավորումներից վախենա, ավելի լավ է գնա հողափորի մտնի այդ հողի մեջ դուրս չգա։ Մենք պատրաստ ենք ցանկացած պայքարի, մենք պատրաստ ենք ցանկացած հարվածի եւ պատրաստ ենք ցանկացած հարված հետ մղելու։ Հայաստանի ներքաղաքական կյանքում թեժ եւ լարված իրավիճակ է, հա։ Մի կողմից տեսեք իմպիչմենտի գործընթացն է, հնարավոր է ընդդիմադիր ճակատում պրոցեսներ գեներացվեն, մյուս կողմից իշխանությունները արդեն եկեղեցու դեմ են դուրս եկել, քաղաքացիական պատերազմից անգամ նրանք չեն, այսպես ասած, վախենա եւ խուսափի, այո, այս ամենը ինչպես կարող է ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որովհետեւ մեր թշնամիները Թուրքիան եւ Ադրբեջանը, կարծեք թե ատամները սրած հարմար առիթի են սպասում Հայաստանի դեմ նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծելու համար։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ հարց եք տալիս եւ շատ կարեւոր հարց եք տալիս։ Ուրեմն այդ ինչ որ դուք թվարկեցիք, որ Հայաստանում լարված է իմպիչմենտը, եկեղեցու հանդեպ, այդ այդ ամեն ինչ որ դուք թվարկեցիք։ Հենց որ մենք հասկանանք, ովքեր որ չեն հասկացել, թող հասկանան, որտեղ ինձ համար դա միանշանակ այդպես է, որ այդ ամեն ինչը ուղղորդվում է հենց այդ ձեր նշած թշնամիների ձեռամբ, հենց այդ ձեր նշած թշնամիների կողմից, հենց որ հասկանան, որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը եւ իր ԿՊ-ն իրականացնում են կոնկրետ հանձնարարականներ ունենալով, ամեն ինչ տեղը կընկնի։ Հենց այդ թշնամիները, երբ որ ժողովուրդը ոտքի կկանգնի, ընդդիմությունը ոտքի կկանգնի եւ բավարար ճնշում եւ ուժ կգործադրի, վստահեցնում եմ, որ այդ թշնամիները կանեն հերթական են հայտարարությունը, ինչ որ անում էին 20 թվականի պատերազմից հետո, որ տեսեք Հայաստանում ռևանշիստները ուզում են հետ վերադառնալ, որ մենք Նիկոլ Փաշինյանին կպաշտպանենք, պետք լինի ստեղից զորք, հիշում եք այդ բան։ Մենք այդ բոլոր բաների միջով անցել ենք։ Եվ բոլորովին այնպես չի, որ այն ինչ որ Հայաստանի գլխին կատարվեց եւ այսօր կատարվում է, Նիկոլ Փաշինյանի զուտ Նիկոլ Փաշինյանի վառ երևակայության արդյունքն է։ Դա իրեն տրված հանձնարարականներ են, որ ինքը հլու ուլի պես կատարում է։ Հիմա դրա համար եմ ես միշտ ասում եւ հիմա պիտի կրկնեմ նաեւ ձեր հաղորդման ժամանակ մեր կռիվը, ընդդիմության կռիվը, իրական հայի կռիվը, Հայաստանի Հանրապետության իրական քաղաքացու կռիվը Նիկոլ Փաշինյան անձի դեմ չէ։ Դա հենց այդ գլոբալիստական ուժերի, այդ արտաքին ուժերի, այդ արևմուտքի, ինչու ոչ մասամբ Ռուսաստանի, այդ բոլոր ուժերի դեմ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը է դարձել իրենց աջակցությամբ եւ իրենց շահը առաջ տանելու նպատակով։ Դրա համար մենք հիմա պիտի պատրաստական բավարար ուժ ունենանք, կենաց մահու կռիվ մղել նրանց դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի այդ մարդիկ էլ, այդ ուժերն էլ հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, կան ուժեր, որոնք Նիկոլ չեն եղել, երբեք Նիկոլ չեն լինի, եւ հասկանան, որ իրենք պարտավոր են հաշվի նստել այդ ուժերի եւ այդ գործիչների, այդ լիդերների հետ։ Ես հույս ունեմ, որ իրենք դա կհասկանան եւ վերջապես մեր երկիրը կմտնի ճիշտ տրամաբանական հուն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 5-րդ եւ 6-րդ գումարումների падգամավոր հասարակական քաղաքական գործիչ Մարգարիտ Եսայանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։